Պարոն փոխնախարար, դուք կառավարությունը եւ իշխանական մեծամասնությունը գունավոր նկարագրում եք, թե Հայաստանում այդ օրենսդրությունը կա, կարգավորումները կան եւ որևէ խնդիր չկա, կարիք չկա հստակեցումներ մտցնելու։ Կառավարությունը եւ ձեր պետական ամբողջ համակարգը պարտավոր է քրեական օրենսգրքի դեմ ոտնձգությունները կանխարգելել։ Այսօր Հայաստանի ամբողջ տարածքում բոլոր գրախանութներում գրեթե վաճառում են հրեական ցեղասպանության հոլոքոստի, այսպես ասեմ, այբուբենը կամ ինչը, Հիտլերի Մայն Կամփը, ազատ վաճառքում ամբողջ Հայաստանի տարածքում, բոլոր գրախանութներում պաշտոնապես տպագրված գրքեր են տարբեր հրատարակություններ։ Մինչև այս պահը ձեր կառավարությունը որևէ քայլ ձեռնարկել է քրեական օրենսգրքի 136 հոդվածի խախտումները կանխարգելելու համար։ Շնորհակալություն, ես նաև օգտվելով առիթից նշեմ հետևյալը, որ այն բոլոր գործողությունները, որոնց մասին դուք խոսում եք, դրանք ուղղակիորեն առնչվում են խոսքի եւ արտահայտվելու ազատության, տվյալ դեպքում նաև ստեղծագործության ազատության իրավունքի հետ, եւ ըստ էության, եթե նման խոսքերը, նման ստեղծագործությունները նպատակ չեն ունենում հրահրելու այլատիացություն, ատելության խոսք եւ այլն, ապա դրանք չպետք է քրեորեն հետապնդելի արարքներ համարվեն։ Ես նաև կուզեի ցիտել ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան, որը պահանջում է, որ կողմ պետությունները կոնվենցիայի պատժելի դարձնեն ցեղասպանություն կատարելու անմիջական եւ հրապարակային հրահրումը, բայց այս հարցի հետ կապված նախադեպային իրանքություն է տալիս, որ ցեղասպանության անմիջական հրահրման եւ ատելության քարոզչության միջև շատ կարեւոր տարբերություն կա, հետեւաբար այստեղ շատ կարեւոր է հասկանալ այդ խոսքը կամ այդ ստեղծագործությունները արդյոք ատելություն կամ բռնության քարոզ նախատեսում են, թե ոչ։ Արձագանք։ Ես կառաջարկեմ այս հատվածը արձանագրություններից անել, որտեղ շատ վտանգավոր է։ Խոսքը վերաբերվում է ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերին, որի ստեղծագործությունը այն հիմքն էր, որի հիման վրա ֆաշիստական Գերմանիան 30-ականներից սկսած ամբողջ Եվրոպայում իրականացրեց հայոց ցեղասպանությունը։ Այստեղ ինչ կապ ունի խոսքի ազատությունը։ Նույն տրամաբանությամբ վաղը Ջեմալի, Էնվերի ու Թալյաթի գրքերի հրատարակությունը Հայաստանում կհամարեք որպես խոսքի ազատություն, չեմ ասում դեռ Ժիագյոքալ եւ այլն, բոլոր պանթուրքիստների։ Դա ինչ կապ ունի խոսքի ազատության հետ։ Ձեր կառավարությունը կրկնում եմ հակահրեական, այլատեատ, հոլոքոստ արդարացնող հրատարակությունների ազատ վաճառքը թույլատրում է եւ դուք դա համարում եք խոսքի ազատություն։ Վաղն է երիտթուրքերի գրքերը կհամարեք խոսքի ազատություն։ Շնորհակալություն ձեր բերված օրինակի եւ միջազգային մեր պարտավորությունների միջև, որի մասին ես նշեցի, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով եւ նաև առաջին հերթին մեր սահմանադրությամբ, դրանց միջև շատ նուրբ սահման կա եւ այդ սահմանը անցնելու դեպքում մի օր էլ կարող ենք գալ եւ դուք էլ մեզ քննադատեք, որ կառավարությունը օրինակ գրաքննություն է իրականացնում եւ սահմանափակում է կարծիքի արտահայտման ազատությունը գրախանութներում արգելելով գրքերը, վստահ եմ, որ այդ հարցը տվյալ դեպքում այս ամբիոնում կանգնած մարդուն նույնպես հղվելու էր, եթե նման դեպքեր լինեին։ Շնորհակալություն։